Իրանի հետ Հայաստանի ամբողջ սահմանին երկայնքով ջարակայտային փոփոխություններ չեն նկատվիր, նշված է, որ մասնակիցներուն կողմեն մշտական կերպով կշարունակվին pedagogan նշանակության հիդրոօթերևութաբանական աշխատանքներու կատարումը, նաև ջարակայտման հզորության ամենօրյա չափումները։ Իրանի հյուրերական գառույցներուն վրա շաբաթ գիշեր կատարված ամերիկյան հարվածներեն հետո Իրան կքննարկե պատասխան տալու տարբերակներն ու հնարավորությունները։ Շաբաթ երեկոյան Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարեց, որ ամերիկյան ռմբակոծիչները ոչնչացուցած են Իրանի 3 Նատանզի, Ֆորդոյի եւ Սպահանի գորիզային կետրոնները։ Ամերիկայի հարվածները տեղի ունեցան Իսրայելի, Իրանի ռազմական գառույցներու եւ հրամանատարներու ավելի քան 1 շաբաթ թիրախավորում են հետո։ Թեհրանի առաջին արձագանքը Իսրայելի ռազմական ուղագի հրթիռագործումներ, որում պատճառով եղած է փլուզումներ, տասնյակ մարդիկ վիրավորված են։ Ամենամեծ լծակը, որը գրնա օգտագործել Թեհրան, Հորմուզի նեղուցի փակումն է։ Այս նեղուցի հիմնական ուղին է Պարսից ծոցի քարյուղը միջազգային շուկաներ հասցնելու համար։ Իրանի խորհրդարանը արդեն հավանություն տված է ադոր փակման նախաձեռնության, սակայն վերջին խոսքը կպատկանի ազգային անվտանգության քերակույն խորհրդին, որը կղեկավարվի Իրանի քերակույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամեյնիի նշանակած պաշտոնյան։ Նեղուցի փակումը պիտի բերե քարյուղի քիներու գդրուկ աճ, պիտի խաթարի համաշխարհային տնտեսությունը եւ գրնապերել փախման Ամերիկայի ռազմաձովային ուժերու 5-րդ նավադորմի հետ, որը տեղակայված է Պարսից ծոցի մեջ։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարած են, որ թիրախավորած են Իրանի տարածքին մեջ գտնվող 6 օտագայան, ոչնչացնելով ընդհանուր առմամբ 15 օտանավեր եւ վնասելով թռիչքուղիներ, գկրե BBC-ն։ Իրանի արտաքին գործնախարար Աբբաս Արաքչին արդեն Մոսկվա մեկնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ հանդիպելու։ Ռուսաստանը ունի թե դաշնակցային հարաբերություններ Իրանի հետ, թե սերտ կապեր Իսրայելի հետ, որը Թեհրանին արիթ գուդա իր շահերը ներկայացնելու ռազմավարական հարթակներու վրա։ Ռուսաստանի արտաքին գործնախարարությունը դադարեցրեց Ամերիկայի հարվածները բնտելով, որ ադոմ կխախտեն ատոմական զենք չդարաձելու պայմանագիրը։ Իրանի բանջով հրավիրված է ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի նիստ, Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը հանդես եկած են առաջարկով, որ 15 անդամ ունեցող մարմինը ընդունի բանաձև մերձավոր արևելքի մեջ անհաբաղ եւ առանց նախապայմաններու հրատատարի վերաբերյալ։ ՄԱԳ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ հայտարարած է, որ Ամերիկայի կողմեն Իրանի մեջ ռմբակոծությունները տարածաշրջանի մեջ վտանգավոր շրջադարձ են եւ գոչ ըրած է վերադառնալ Իրանի հյուրերական ծրագիրի շուրջ բանակցություններուն։ ՄԱԳ-ի մեջ Իրանի մշտական ներկայացուցիչ եւ տեսփան Ամիր Սայեդ Իրավանին հայտարարած է, որ Թեհրան կպահպանի իր օրինական իրավունքը ինքնապաշտպանվելու եւ պատասխանելու Ամերիկայի եւ Իսրայելի բացահայտ հարձակումներուն։ ՄԱԳ-ի մեջ Իրանի տեսփան Ամիր Սայեդ Իրավանին ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի արտագարկ նիստին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրած է, որ անհաջողած է ստիպել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կատարելու արևմուտքի կեղտոտ աշխատանքը, Միացյալ Նահանգները ներկաշելով եւս մեկ թանկարժեք եւ անհիմն պատերազմի մեջ, այս մասին հաղորդե The Associated Press գործակալությունը։ Իրավանին Ամերիկայի եւ Իսրայելի հարձակումը Իրանի դեմ անվանեց միջազգային իրավունքի հստակ եւ գոբիթ խախտում եւ նշեց, որ Թեհրան պիտի որոշի Ամերիկայի հարձակումները պատասխանելու։ Իրավանին ասաց է, որ մինչ Իրանի արտաքին գործնախարարը այս շաբաթ բանակցություններ կվարեր քանի մը եվրոպացի գործընկերներու հետ, Միացյալ Նահանգները որոշեց ոչնչացնել այդ թիվանակիտությունը։ Ինչ եզրակացության կարելի է հանգել այս իրավիճակեն, արևմտյան երկիրներու տեսանկյունեն Իրան պետք է վերադառնա բանակցություններու սեղանի շուրջ։ Սակայն ինչպես նշեց Իրանի արտաքին գործնախարարը, ինչպես կրնա Իրան վերադառնալ այն բանին, որ մե երբեք չէ հերացած, ասաց է Իրավանին։ ՄԱԳ-ի մեջ Ռուսաստանի տեսփան Վասիլի Նեբենզյան ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի արտագարկ նիստին հայտարարած է, որ Ամերիկան բացավ Փանդորայի արգղը եւ ոչ ոք գիտեր, թե այդ ինչ նոր աղետներ եւ դարաբանքներ կբերե, կհաղորդե The Associated Press գործակալությունը։ Ան ասաց է, որ Ռուսաստան Ամերիկային առաջարկած է իր միջնորդությունը Իրանի հյուրերական ծրագիրի խաղաղ եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար, սակայն Միացյալ Նահանգները հատկապես անոր առաջնորդները ակնհայտորեն այսօր դիվանագիտությամբ չեն հետաքրքրված։ Նեբենզիայի խոսքով Ամերիկան խաղացրույք կատարեց ամբողջ մարդկության ապահովության եւ բարեկեցության վրա։ Եթե մենք չդադրեցնենք սրացումը, մեր սավոր արևելքը կհայտնվի լայնածավալ հագամարտության եզրին, անկանխատեսելի հետևանքներով ամբողջ միջազգային անվտանգության համագարկի համար, բացի այդ ամբողջ աշխարհը կգրնահայտնվի ատոմային աղետի եզրին, նախազգուշացուցած է Նեբենզյան։ Միացյալ Նահանգները գոչ կնե Չինաստանի կառավարության համոզելու, որ Հորմուզի նեղուցը չփակե, Fox News-ին տված հարցազրույցին մեջ հայտարարած է Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ Գոչ կնեմ Չինաստանի կառավարության կապ հաստատելու իրանցիներուն հետ եւ խոսելու այս հարցի շուրջ, քանի որ իրենք ալքարյուղի տեղափոխման առումով մեծապես կախված են Հորմուզի նեղուցեն, ասաց է պետական քարտուղարը։
Ֆրանսան մտահոգություն հայտնեց Ամերիկայի կողմեն Իրանին հաստված հարվածներուն գաբակցությամբ ընկերային ցանցերու էջին քրած է երկրի արտաքին գործոստնախարար Ժան-Նոել Բարոն, ավելցնելով, որ Փարիզ չի մասնակցիր հարվածներուն, կոչ կնեն բոլոր կողմերուն զսպված լալ խուսափելու համար հագամարտության ընդլայնում են, գայուն լուծումը հնարավոր է միայն հյուրեական զենքի չդարածման մասին պայմանագիրի շուրջ բանակցություններու շրջանակներու մեջ նշած է Բարոն։ Հալեբի կանցասար թերթի Դամասկոսի թղթակից հայտնած է, որ հույն ուղղափառ Սուրբ Եղիա եկեղեցվո մեջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերուն եւ վիրավորներու մեջ հայեր չկան։ Գիշերը Կիևի վրա ռուսական անօտաչու թռչող սարքերու եւ բալիստիկ հրթիռներու զանգվածային հարձակում տեղի ունեցած է, հայտնեց Ուկրաինի արտագաղթ իրավիճակներու պետական ծառայությունը, նշելով զոհերու եւ վիրավորներու մասին։ Փրկարարներուն տվյալներով դժուժած է առնվազն 19 քաղաքացի։ Լրատվամիջոցները նաեւ հայտնած են, որ գիշերը Ուկրաինայում մեջ հնչած է օդային տագնապի աստանշան, հարձակումներ եղած են նաեւ այլ հատվածներու մեջ։ Հռոմի Լևոն 14-րդ Փապը գիրակնորյա բادرակի ժամանակ անդրադարձավ մերձավոր արևելքի հագամարտության եւ Իրանի մեջ դիրող իրավիճակին։ Ըստ Փապին ամբողջ միջազգային հանրությունը փարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու բادرազմի ողբերգությունը նախքան այն դառնա անհաղթահարելի անդունդ։ Բادرազմը խնդիրներ չի լուծեր, այն միայն գսրե եւ խոր վերքեր կթողնի ժողովուրդներու բակմության մեջ, որոնց ապակինման համար սերունդներ կբահանջվին, ասաց է Փապը գիրակնորյա բادرակի ժամանակ։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։